Առաջին, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ, տագնապի մեջ, ինչպես փորձառել։ Առաջին, պետք է ոչ թե մտահոգվել, այլ հոգսերը Աստծուն ներկայացնել։ Առաջին պետք է ոչ թե մտահոգվել, այլ հոգսերը Աստծուն ներկայացնել։ Եվ այս 6-րդ համարում տեսնում ենք հոգսերը Աստծուն ներկայացնելու 3 միջոց՝ աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Նայեք 6-րդ համարին։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով եւ գոհությամբ, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այս 6-րդ համարում 2 հրաման կա։ Տեսնում եք, չմտահոգվելու եւ Աստծուն ներկայացնելու։ Եկեք հասկանանք ինչ նկատի ունի Պողոս այս հրամանները տալով եւ հետո կնայենք արդեն այս հրամանները կատարելու միջոցները։ Ուրեմն ասում եմ մի մտահոգվեք։ Այս հունարեն մերենո բառն է, որ գրված է, նշանակում է մտահոգություն, անհանգիստ լինել, տագնապել, ծանոթ զգացում է։ Ինչ է անհանգստությունը։ Այս բառը, որ թարգմանվել է հունարենից, բառացի հնչում է անհանգստացող, կարիք զգացող կամ մտահոգ։ Եվ հետաքրքիր է, որ ուղիղ իմաստով մի թարգմանություն կար, այսպես էր հնչում՝ տարածված լինել տարբեր ուղղություններով։ Սա հետաքրքիր է, ինչի մասին է խոսքը։ Ինչ նկատի ունի տարածված լինել տարբեր ուղղություններով։ Մեր հույսերը մեզ ձգում են մեկ ուղղությամբ, մեր վախերը հակառակ ուղղությամբ եւ արդյունքում մենք կարծես պատռվում ենք։ Եթե իսկապես դուք երբևէ անհանգստացել եք, գիտեք թե ինչպիսին է այն, հոգեբանորեն խեղդում է մարդուն։ Իրականում անհանգստություն ունի նաև ֆիզիկական հետևանքներ։ Սկսած գլխացավից, մինչև ստամոքսի խոցեր, նույնիսկ մեջքի ցավեր, անհանգստությունը ազդում է մեր մտածողության վրա, նույնիսկ մեր մարսողության վրա։ Սա բժիշկները 21-րդ դարում են հայտնաբերել։ Սա Պողոսը գրում է հրամայական եղանակով, որը նշանակում է, որ այն մաղթանք չէ։ Այն ցանկություն չէ, այն բաժակաճառի մակարդակի անհիմն միտք չէ, այլ հստակ պատվեր է, իսկ պատվերին պետք է հնազանդվել կամ ոչ։ Պողոսը նկատի չունի այն, որ չմտահոգվելը պետք է կիրառել միայն մեծ խնդիրների դեպքում։ Այլ նա նկատի ունի բացարձակ իմաստով, նայեք համարին, որտեղ նա նշում է, թե որ դեպքերում պետք է չանհանգստանալ, գրում է ոչինչի համար։ Այսինքն դրա մեջ են մտնում մեր կյանքի բոլոր դեպքերը։ Պողոս այսինչ գաղտնիք ունես մեզ սովորեցնելու, որ այդ դեպքում այլևս կապ չի ունենա մեր խնդիրների չափը։ Վստահ ես Պողոս, որ չմտահոգվելու պատվերը կարելի է կիրառել կյանքի բոլոր ոլորտներում։ Գուցե հիմա ես ձեզ հարցնեմ, ամեն մեկդ այնպիսի մտահոգություններ ասեք, որ մեկինը մյուսից տարբեր լինի, մեծ ու փոքր լինի։ Արդյոք սա Պողոս առաքյալ կիրառելի է։ Պողոս ասում է այո։ Ոչինչի համար պետք է չմտահոգվել։ Ոչինչի համար։ Խնդրում եմ մի պահ մտորեք։ Մտորեք ձեր ունեցած խնդիրների եւ դրանց չափերի մասին եւ ձեր սրտում ազնիվ ձևով հարց տվեք ձեզ։ Արդյոք ձեր սրտում պատկերացում ունեք ձեր խնդիրների չափերի մասին։ Մտածում եք այս հարցով կարելի է դիմել Աստծուն, մյուսով ոչ։ Սա շատ տարածված մտածելակերպ է։ Մարդկանց թվում է, որ մեծ ու փոքր հարցեր կան Աստծո համար։ Փոքրի դեպքում կարելի է չդիմել Աստծուն, այ որ, չգիտեմ, հիվանդանոցային, մահվան, նման հարցեր են կարելի է դիմել։ Իսկ Պողոս այստեղ ասում է դուք ոչինչի համար պետք է չմտահոգվեք։ Այնինչ հաջորդիվ ասելու է Պողոսը, պարզապես ջախջախում է մարդու կյանքում հանդիպող ցանկացած չափի եւ ձևի խնդրի պատկերացում։ Այն այնպիսի ուժ ունի, որի առջև չի կարող կանգնել որևէ խնդիր, հարց, տագնապ կամ անհանգստություն, եւ Պողոսն ուզում է, որ մենք փորձառենք Աստվածային այս խաղաղությունը։ Եվ դրա համար առաջին քայլը, որ պետք է անենք, պետք է չմտահոգվել, բայց եկեք ընդունենք, որ եթե միայն այսքանը լիներ, կիսատ կլիներ։ Չմտահոգվեմ, բա ինչ անեմ։ Միթե լուծում կլիներ, պարզապես միայն ասել է, որ մի անհանգստացեք, դա լուծում չէ, դա կեսն է լուծման։ Եվ տեսեք, ինչ է անում հաջորդիվ Պողոսը, նայեք համարի վերջին մասին, այնտեղ Պողոսն ասում է, թե ինչ պետք է անել, դրանից հետո, ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։
խնդրանքները թող հայտնի լինեն։ Սա արդեն տանում է լուծման։ Հայտնի լինի, այս արտահայտությունը մեկ բառ է հունարենում, որը գնորիձո բառն է, նշանակում է տեղեկացնել կամ հայտնել, կամ ներկայացնել Աստծուն։ Սա ևս հրաման է, եւ հրամանի ուղղությունը այստեղ չափազանց կարեւոր է։ Այն ցույց է տալիս, թե չանհանգստանալու հետևանքով ինչ պետք է անենք եւ ում պետք է դիմենք։ Ասում է թող հայտնի լինեն Աստծուն կամ ներկայացրեք Աստծուն։ Իհարկե բնական է, որ երբ մենք անհանգիստ ենք, կա խնդիր, կա խեղտոց, հարց, ներքին քաոս, տագնապ, մենք ուզում ենք լուծել, փնտրել եւ գտնել մեկին, ում հետ կարող ենք խոսել։ Պողոսն ասում է կա այդ մեկը։ Այդ մեկը այդ պահին կողքինդ չէ։ Ոչ էլ գումարն է։ Կա մեկը, որ պետք է իրեն ներկայացնես, առաջին քայլը, որ դու պետք է անես։ Գիտեք, որ միջոցը ընտրեք, համապատասխան արդյունք էլ կունենաք։ Պողոսը, որպես առաջին քայլ տագնապի մեջ հրամայում է դիմել Աստծուն։ Սա բանալի է, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Խնդրում եմ մտածեք ձեր արձագանքների մասին։ Մտածեք այս պահին միայն ձեր մասին եւ ձեր սրտում անկեղծ պատասխանեք։ Տագնապի ու անհանգստության մեջ գտնված ժամանակ ինչ եք անում առաջինը։ Կորցնում եք ձեր գլուխը, տեղ եք տալիս տագնապին, դիմում որևէ մեկին, մի տկար միջոցի, թե առաջինը, որ անում եք, դիմում եք Տիրոջը։ Տեր օրհնի։ Տիրոջը դիմելը պետք է լինի նրան վստահելու մեր առաջին գործնական դրսևորումը։ Դա վստահության նշան է։ Մեր հոգսերը պետք է ներկայացնենք Աստծուն։ Գիտեք, ներկայացնել կամ հայտնել ասել չի նշանակում, որ Աստված տեղյակ չէ։ Քանի որ մեր երկնավոր Հայրը Հիսուսն ասում էր, գիտի մինչև ձեր խնդրելն էլ, թե ձեզ ինչ է պետք։ Այլ դա ապացուցում է, թե ում ես վստահում դու, որովհետև դու ում վստահում ես, դու ինքնաբերաբար դիմում ես նրան առաջինը։ Այստեղ գրված է խնդրանքներ բառը, որը նշանակում է խնդրանք որևէ կենցաղային կամ սովորական խնդրանքներ, որոնք որ առօրյայում կարող են քեզ պետք լինել։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է, որոնցից հետագայում կազմվում է արդեն աղոթքը։ Քեզ անհանգստացնում է մի բան, երկու բան, երեք բան, դու խնդիրներ ունես եւ ասում է դուք դրանք ներկայացրեք Տիրոջը։ Սրանք առօրյա կարիքներ են, առանձին, իրարից տարբեր, զանազան, ոլորտների խնդիրներ կարող են լինել, որոնք անհանգստացնում են մեզ։ Եվ քանի որ այս խնդրանքները չունեն սահմանափակում, չունեն փոքր ու մեծ, ապա կարող ենք մենք այս անհանգստությունները ցանկացած պահի ներկայացնել Տիրոջը։ Սա նման է այն պատկերին, որտեղ ձեր փոքրիկ երեխան ունի անհանգստացնող հարցեր եւ լուծումը փնտրում է ձեզնից դուրս։ Երբ դուք իմանաք, միթե չեք ասի, ինձ դիմիր առաջինը։ Միթե ինձնից շատ մեկը պետք է հոգ տանի քեզ համար։ Հիշեք, սիրելիներ, սա հրամանը նեղության, տագնապի, անհանգստության մեջ դիմել Տիրոջը, ներկայացնել նրան մեր բոլոր խնդրանքները։ Սա մեր առաջին արձագանքը պետք է լինի անհանգստության ու տագնապների ժամանակներում։ Տեսեք, Պետրոսն ինչ է գրում այս մասին, առաջի Պետրոս 5:7, ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, պատճառը լսեք, որովհետև նա ձեզ համար հոգ է տանում։ Ուրիշ խոսքով կարծես ասի, ինչու չեք վստահում մեկին, ով տրամադրված է ձեզ օգնելու, ով հոգում է ձեր մասին։ Հավատացյալներին տրվում է արտոնություն առանց վարանելու իրենց բոլոր հոգսերը Տիրոջ վրա գցելու, քանի որ նա հոգ է տանում։ Անհանգստանալու կարիք չկա, մենք կարիք չունենք մեր ուսերին կրելու հոգսերի ամբողջ բեռը, երբ Տերը կամենում է եւ կարող է դրանք լուծել։ Հիշեք, անհանգստանալը օգուտ չէ, այն չի լուծի խնդիրը։ Անհանգստանալը մեղք է, մի քարոզիչ այսպես է գրել. մտահոգությունը մեղք է, քանի որ այն ժխտում է Աստծո իմաստությունը։ Այն ասում է, որ նա չգիտի, թե ինչ է ինձ պետք։ Այն ժխտում է Աստծո սերը, այն ասում է, որ նա անտարբեր է, եւ այն ժխտում է Աստծո զորությունը։ Այն ասում է, որ նա չի կարող վերացնել այն, ինչ ինձ ստիպում է հիմա անհանգստանալ։ Մտածելու բան կա այստեղ։ Մենք Սուրբ գրքում ունենք հստակ պատվերներ չանհանգստանալու մասին։ Հիշում եք, Մատթեոս 6:27, ձեզնից ով կարող է, Հիսուսն ասում է, հոգալով իր հասակի վրա մի փոքր ավելացնել։ Եվ շարունակում ասում է, այդ փոքր բանը, մեզ համար դա փոքր չի։
այդ փոքրը դուք չեք կարող անել։ Ինչու եք անհանգստանում։ Այս ծայրահեղ համեմատության մեջ Հիսուս ուզում է ցույց տալ անհանգստության անմտությունը, խաբկանքը։ Ուրեմն ասում եմ մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու, դրանք հեթանոսներն են խնդրում։ Ձեր հայրը գիտի ձեզ ինչ է պետք։ Այսպիսով ինչպես փորձարել Աստծո խաղաղությունը անհանգստության ժամանակ։ Առաջին քայլը Պողոս այստեղ ցույց է տալիս հոգսերը հանձնել Աստծուն եւ միայն նրան, առաջինը։ Սա օգնում է զգալ եւ փորձարել ներքին հույս, որ կա մեկը, ում կարող ենք դիմել։ Պատկերացրեք, արդեն մեծ օգնություն չէ, որ անհանգստությանդ մեջ հիշում ես, որ մեկը կա եւ այդ մեկն էլ կարող մեկն է։ Սա արդեն հոգեբանական օգնություն է քեզ, որ դու գլուխդ չկորցնես։ Մենք այս դեպքում խոսում ենք ոչ թե որպես մարդու, ով կարող է օգնել, այլ Աստծո մասին ենք մենք խոսում։ Լավ, արդեն գիտենք ում դիմել, արդեն ավելի հանգիստ ենք, բայց պետք է նաև իմանալ ինչպես դիմել նրան։ Եվ Պողոսը 3 միջոց է ցույց տալիս։ Տեսեք միայն 6-րդ համարում։ Եկեք տեսնենք միջոցները, ինչպես է պետք ներկայացնել մեր խնդրանքները։ Չէ՞ որ ներկայացնելուն էլ կա կերպ, կա ձև։ Աշխարհում մարդիկ հորինում են կերպեր, թե իրենց ինչպես պետք է մոտենաս, ինչպես պետք է աշխատանքին, ինչ կերպով պետք է դիմես։ Պողոսն այստեղ ասում է, եկեք ձեզ սովորեցնեմ ինչպես են Տիրոջը դիմում։ Այսպիսով 6-րդ համարում մենք տեսնում ենք խնդրանքները ներկայացնելու 3 կերպ՝ աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Առաջին կերպը աղոթքն է։ Սա ընդհանուր բառ է։ Տիրոջն ուղղված մեր խնդրանքները հայտնելու համար։ Սակայն այն նաև պարունակում է պաշտամունքի, նվիրվածության եւ հարգանքի միտքը, հարգանքի գաղափարը։ Երբ հայտնվում ենք անհանգստության մեջ, ուշադիր լսեք, խնդրում եմ, առաջին քայլը պետք է լինի առանձնանալ Աստծո հետ եւ ներկայացնել նրան մեր խնդրանքները աղոթքի տեսքով։ Մենք պետք է տեսնենք այդ ընթացքում Աստծո մեծությունն ու վեհությունը եւ հասկանանք, որ նա բավական է մեր խնդիրները լուծելու համար։ Շատ հաճախ մենք վազում ենք նրա ներկայության մեջ, շտապելով հայտնել մեր կարիքները, մինչդեռ պետք է մոտենանք նրա աթոռին հանդարտությամբ, շնորհքի այդ աթոռին, խոր հարգանքով եւ այն մեծ հույսով, որ մեր Հայրը լսում է մեզ եւ պատրաստ է մեր խնդրանքներին պատասխանելու իր կամքով։ Խնդրանքները ներկայացնելու առաջին կերպը աղոթքն է։ Հարց ինչ ես անում կամ ում ես դիմում առաջինը, երբ անհանգիստ ես, սիրելիս։ Տեսեք երկրորդը, ասում է աղաչանքով դիմիր։ Ոչ միայն աղոթքի վերածիր քո խնդրանքները, այլ նաև աղաչանք։ Սա մեր կարիքների եւ խնդիրների խոր անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Աղաչանքը դա մանրամասն խոր, կարծես քննարկումն է Աստծո հետ, ներկայացումն է նրան։ Այստեղ տեղ չկա թերի կամ ձևական աղոթքի։ Թեև գիտենք, որ Աստված մեզ չի լսում, որովհետև մենք շատ ենք խոսում, Հիսուսն ասեց ձեր շատախոսության պատճառով չի, որ դուք պետք է լսվեք, բայց գիտենք, որ Աստված ուզում է, որ մենք խնդրենք, որ մենք ասենք, որ մենք խոսենք, որ մենք բաժնեկցենք, եւ ասացինք, որ դա տեղեկատվական բնույթ չունի։ Մենք Աստծուն դրանով չենք տեղեկացնում։ Աստված անակնկալի չի գալիս։ Վայ, ես չգիտեի քո կյանքում այսինչ էր կատարվում։ Դա ցույց է տալիս քո մտերմությունը Աստծո հետ, որ դու բաժնեկցես քո սրտի տագնապի, անհանգստության մասին։ Որտեվ Տերն ասում է, որ խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ պիտի գտնեք։ Եվ սա առիթ է մոտենալու եւ խնդրելու։ Մեր Տերը ուզում է լսել մեր անկեղծ աղոթքը, թեպետ մենք դրանով հիշեք, որ չենք տեղեկացնում նրան։ Սա մտերիմ հանդիպում է Աստծո հետ, այսինքն աղաչանքը դա խոր բաժնեկցումն է Տիրոջ հետ, որը կարծես աղոթքի մեջ մի նոր խորություն բացի։ Աղաչանք։ Աղաչանքը մարմնական էներգիայի հարց չէ, այլ հոգևոր ինտենսիվության։ Հռոմեացիս 15:30-ում այսպես է գրված. Եղբայրներ, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք, ինձ համար առ Աստված աղոթելով։ Աղոթելու կողքը դնում է մարտակից բառը Պողոս։ Ինչու? Որտեղ այնտեղ ջերմեռանդություն է պետք, հարատևություն է պետք։ Եվ մարտակից եղեք ասում է։ Կողոսացիս 4:12-ում տեսեք ինչ է ասում. Ձեզ ողջունում է Եփափրասը Քրիստոսով ծառան, որ ձեր համաքաղաքացին է, նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով։ Աղոթքի մեջ է։
Տիրոջ հետ է շփվում, տքնում է, ցույց է տալիս այդ աղոթքի ջերմեռանդությունը, անկեղծությունը, խոր նվիրվածությունը Տիրոջը այդ տագնապների ու անհանգստությունների մեջ։ Այսպիսով անհանգստության ժամանակ հոգսերը Տիրոջը ներկայացնելու երկրորդ կերպը աղաչանքն է։ Այսպես պետք է մոտենանք նրան, որ մեր խնդիրների խոր բաժնեկցումներ, աղաչանքը։ Գիտեք, որ պատմությունն ասում է, որ Հակոբոսին երբ գտել են մահացած, նրա ծնկներին կոշտուկներ է եղել։ Նա աղոթքի մարդ էր, ով ծնկած տքնում էր երկար աղոթքներում։ Երբ անհանգստության մեջ ես, ում հետ ես զրուցում, ում առաջ ես սիրտդ բացում։ Դավիթը գրում է Տիրոջ առաջ բացեք ձեր սրտերը, թափեք ձեր սրտերը, որովհետև նա լսում է ձեզ, նա սպասում է։ Նախորդ քայլը չանելով, Աստծուն մեր սիրտը չբացելով, արդյունքում գիտեք ուր կգնանք։ Խորացող անհանգստության, տագնապի եւ վերջի վերջո կհասնենք, ինչպես աշխարհն է ասում, դեպրեսիայի։ Այսպես է մարդը հասնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի, քանի որ չունի մեկը, ով կարող է իրեն լսել, չունի մեկը, ում առաջ սիրտը կարող է բացել, չունի մեկը, որ հույս ունի, որ իրեն կարող է օգնել։ Եվ դրա համար շատ հաճախ նման անհուսությունները լուծում են ճակերտավոր գտնում կամուրջների տակ։ Մարդիկ մտածում են, որ լուծումը լավ է կյանքին վերջ տալը։ Ինչու՞։ Վազեք Տիրոջը, սիրելիներ, առաջինը։ Ձեր սրտերը լայն բացեք Տիրոջ առաջ, աղոթքով եւ աղաչանքով։ Հիշեք, մարդիկ անհասկանալի ձևով չեն հասնում հոգեկան խանգարումների։ Մինչ դուք կմտածեք Աստծո առջև անկեղծանալու այս քայլի կարևորության մասին, ես շտապեմ ասել, որ եթե սա հույժ կարևոր կետ չլիներ, հաջորդ համարում մեր մտքերը աստվածային պաշտպանության կարիք չէին ունենա։ Պետք է ոչ միայն աղոթքով, այլ նաև աղաչանքով ներկայացնել մեր Տիրոջը մեր հոգսը, պատմել եւ անկեղծ լինել նրա հետ։ Տերը չի ուզում, որ մենք զարդարված գնանք այնտեղ, սրտում ուրիշ բան ենք մտածում, անհանգստություն ենք, բայց գնացել ենք ասում ենք իմ կյանքում ամեն բան լավ է։ Տերը լավ գիտի մեր սրտերը տեսնում է եւ ուզում է, որ դու անկեղծ եւ ազնիվ լինես, հոգսդ հանձնիր Տիրոջը, հայտնիր նրան։ Մտիր այդ խոր մտերմիկ շփման մեջ, աղոթքով եւ աղաչանքով։ Եվ վերջապես երրորդ կերպը տեսեք, գոհությունն է։ Եվ խարիստո բառն է հունարեն, նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն։ Պողոսի նամակներում եւ հայտնության գրքում այս բառը նշանակում է գոհություն հայտնել, այսինքն երախտապարտ լինել։ Եվ աղոթքից աղաչանքից հետո գալիս է երախտագիտությունը։ Մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն։ Հիշում եք, երբ Հիսուսը բուժեց 10 բորոտների, ինչ եղավ։ Մեկը վերադարձավ Տիրոջը գոհություն հայտնելու։ Այստեղ խոսքը այն գոհության մասին է, ուշադրի լսեք, որ կատարվում է նախքան խնդրի լուծումը։ Բորոտների պարագայում նրանք բուժվել էին։ Մեկը վերադարձել էր, շնորհակալություն էր հայտնում նրա համար, որ բուժվել է։ Այստեղ Պողոսը դեռևս խոսում է այն փուլի մասին, որ դու հոգսդ ես ներկայացնում։ Սա դեռևս լուծման մասին չէ, որ դու եկել ես շնորհակալություն հայտնելու։ Սա մինչև լուծումը գոհություն է։ Մինչև լուծումը գոհություն է։ Գուցե մտածեք ինչու, բայց չէ որ պետք է խնդիրս լուծվեր նոր գայի գոհություն հայտնեի։ 3 համար ես ձեզ համար կընթերցեմ, որտեղ դուք կտեսնեք գոհություն հայտնելը առաքյալներ ինչպես են նշում, ինչպես են կարևորում, որ աղոթքի մեջ գոհությունը կարևոր տեղ է։ Եվ թե ինչու, մի փոքր հետո կտեսնենք։ Կողոսացից 4:2-ում գրված է այսպես. մշտապես աղոթեք ու գոհունակությամբ արթուն կացեք նրա մեջ։ Տեսնում եք, աղոթքն ու գոհությունն իրար հետ են։ Չէ՞ որ այստեղ դեռևս խոսքը նրա մասին չէ, որ խնդիրը լուծվել է։ Սա մինչև լուծումը գոհություն հայտնելու մասին է։ Առաջին Տիմոթեոս 2:1 արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար։ Պողոս դեռևս ես խնդրում եմ, իմ խնդիրը հələ չի լուծվել, ինչու ես ինձ ասում գոհություն հայտնիր։ Սա Աստծուն հոգսերդ ներկայացնելու արժանի կերպն է։ Այսպես պետք է մոտենաս Տիրոջը։ Իսկ գուցե հարց տաք, իսկ ինչու է պետք անպայման գոհություն հայտնել։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև դու Տիրոջն ես դիմում։ Նա տիրում է տերերի վրա, ժողովուրդների վրա, իշխանների վրա, երկրների վրա, երկրագնդի վրա, մոլորակների վրա եւ վերջերթ տեզերքի վրա։
Դու հասկանում ես դու ում ես դիմում։ Եթե մի փոքր տնորենի դուռը թակելով ես մտնում մի հատ էլ ներողություն ես խնդրում, բա տիեզերքի Տիրոջը գոհություն հայտնելով չդիմես, մենք արագ ենք խնդրում Տիրոջից շատ բաներ, բայց դանդաղում ենք գոհանալու նախ եւ առաջ։ Հիշեք, գոհությունը այստեղ պետք է կատարվի մինչև պատասխանը։ Սա մոտենալու կերպն է։ Այնպես չէ, որ մեր գոհությանը Տերը պետք է արժանանա, երբ մեր ուզածները կատարի։ Սա մոլորություն կլինի, եթե այսպես մտածեք։ Նա միշտ է արժանի գոհության, անկախ արդյունքներից, քանի որ նրա կամքը միշտ բարի է մեզ համար։ Եվ նա ինչպես էլ որ պատասխանի արդյունքում, սա ուշադիր լսեք եւ հիշեք, ինչպես էլ որ պատասխանի, արդյունքում փառավորվելու է ինքը եւ մենք դառնալու ենք Քրիստոսանման։ Իր փառքին է ծառայելու մեկ եւ երկրորդը մեզ այդտեղ էլ է մի փոքր Քրիստոսանման դարձնելու այդ դժվարության մեջ։ Հռոմեացիս 8:28 բայց գիտենք, որ ամեն ինչ, կյանքի բոլոր իրավիճակները գործակից են լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են ըստ նրա կամքի։ Լսեցիք, ամեն բան ծառայում է մեր բարիքին, այսինքն դեպի փրկությունը, իսկ ավելի կոնկրետ, եթե Հռոմեացի լեզվով խոսենք, դեպի Քրիստոսանմանեցում, որտեղ հաջորդ համարում ասում է նրանց, ում սկզբից ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդուն։ Մեր ամենամեծ բարիքը Հիսուսին նմանվելն է։ Ամեն բան բարին է ծառայում, չի նշանակում 1000 դրամ կորցրեցիր 2000 գտնելու ես։ Դրա մասին չի։ Քո կյանքի բոլոր իրադարձությունները Աստված գործածում է, որպեսզի քեզ մի փոքր ավելի նմանեցնի Քրիստոսին։ Հիշեք այս պատճառը գոհություն հայտնելու։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ Տերը գիտի մեզ ինչ է պետք, ինքը արժանի է դրան։ Եթե դու երեխայիդ հարցնես ինչ ես ուզում ուտելու, ամենայն հավանականությամբ ինքը մի վնասակար բան կուզի։ Գոնե չիփս կամ ֆրի կամ կոկա-կոլա։ Բայց դու որպես ծնող, դու գիտես իրեն ինչ է պետք ավելի լավ։ Եվ քո երեխան լավ կանի, որ աճի այնքան, որ ասի, նույնիսկ եթե իմ ցանկությանը հակառակ է հիմա քո մոտեցումը, բայց դու լավն ես ուզում ինձ։ Ցավոք մեր երեխաները մինչև հասունության չեն հասնում, դա ի սրտե չեն հասկանում։ Դա մի փոքր օրինակ է, տկար օրինակ է, բայց պատկերացնելու համար, որ դու մոտենում ես Արարչին, ամենագետ Արարչին, ով գիտի քո կյանքում ինչ է կատարվում հիմա, ով գիտի քեզ ինչ է պետք եւ ինչ է անելու, եւ դու ուզում ես գոհություն չհայտնել նրա իմաստության, նրա ով լինելու համար, որտեղ նա հաջորդիվ ինչ որ պատասխանի, դա նպաստելու է քո Քրիստոսանմանեցմանը։ Ինչ էլ որ պատասխանի, որքան էլ քո սցենարներին չհամընկնի դա։ Հիշեք, Տերը անում է այն, ինչ կփառավորի իրեն եւ մեզ կդարձնի Քրիստոսանման։ Սա բավարար եւ նույնիսկ բավարարից ավել պատճառ է, որ միշտ գոհություն հայտնենք նրան։ Հիշում եք Սաղմոսները որքան է ասում, գոհությամբ մտեք նրա սրահները, փառաբանությամբ։ Այդտեղ չի խոսում նրա մասին, որ դու մի բան մտի ստացի, հետո գա շնորհակալություն կհայտնես։ Չէ, այդպես վայել է Տիրոջը, դու այդպես պետք է մոտենաս։ Ոչինչի համար մի մտահոգվեք։ Այլ ձեր բոլոր հոգսերը աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ներկայացրեք Տիրոջը։ Եվ գիտեք ինչ կլինի, արդյունքը աներևակայելի է, որ մենք տեսնում ենք 7-րդ համարում։ 7-րդ համարին նայեք, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի, սա ցնցող է։ Քանի որ այստեղ Պողոսը ներկայացնում է տրամաբանական արդյունք նախորդ քայլերի։ Նա ասում է, որ Աստծո խաղաղությունը կպահպանի, սա երաշխիք է։ Սա խոստում է, պահպանել բառը ռազմական տերմին է։ Այն օգտագործվում է պահակ կանգնած զինվորների համար, ովքեր քաղաքի դարպասների պաշտպանությունն էին իրականացնում եւ բոլոր դուրս մտնող ելնողների մուտքը, ելքը վերահսկում էին։ Ուշադրություն։ Ստացվում է, որ ինչպես այդ զինվորներն են իրականացնում իրենց պահպանությունը, նույնպես էլ Տերն է պաշտպանելու այդ մտային եւ հոգեկան անցուդարձը։ Կպահպանի ձեր մտքերը, կպահպանի ձեր սրտերը։ Հարց իսկ ինչն է Տերը պաշտպանելու, նայեք համարին։
ձեր սրտերն ու մտքերը։ Ձեր սրտերն ու մտքերը։ Սիրտը կարդիան է հունարեն, կարդիոգրաման այդտեղից է առաջացել, որը ներկայացնում է որպես մարդու ինքնության կենտրոնը, որի մեջ են մտնում մարդու միտքը, կամքը, հույզերը, զգայարանները եւ որոշում կայացնելու կարողությունը։ Երբ Սուրբ Գիրքը օգտագործում է սիրտ բառը, նկատի ունի մարդու ողջ էությունը, ներաշխարը, իր մտքերը, իր հույզերը, իր որոշում կայացնելու կարողությունը, իր կամային դրսևորումները։ Սրտի մի մաս է միտքը, կամքը եւ գործողությունները դրանք բխում են սրտից։ Հիշում եք, Հիսուսն ասաց ամեն չար բան, չարություն որտեղից է բխում։ Սրտից է դուրս գալիս։ Դա ակունքն է։ Դա կյանքի աղբյուր է, դրա համար Սողոմոնը 4-րդ գլխում ինչ է ասում։ Ամեն զգուշությունից առավել դու պետք է պահպանես հենց դա, սիրտդ։ Կյանքիդ ելքը այդտեղից է, ակունքները։ Հաջորդիվ ինչ որ կանես դու կյանքում, բխելու է այդտեղից։ Սրտի հսկողության մասին է, Սարգիս եղբայրս էլ այսօր հրաշալի խոսեց Սաղմոսին, որքան կարևոր է այդ սիրտը, եւ Դավիթն էլ դա գիտեր, չէ՞, թաքցնում է այդտեղ խոսքը, որ այդ խոսքը օգնի իրեն գործերի մեջ չմեղանչել։ Պատկերացնում եք, Աստծո խոսքը երաշխավորում է նման ցնցող արդյունք, նա կպաշտպանի մեր հույզերը, մեր բոլոր մտքերը եւ կվերահսկի մեր բոլոր գործողությունները։ Ահա թե ինչ է անում Տերը, որ մարդը չցնորվի, չվնասվի ներքուստ։ Սա պարզապես շշմեցնող է, քանի որ սրանք արդեն տեղեկություններ են ուշադիր մեր ներաշխարհի մասին, մեր հոգու եւ մեր մարմնի կապի մասին, մեր ներաշխարհի մեխանիզմի մասին է, թե ինչպես է այն աշխատում։ Դե ասացեք խնդրեմ, ով կարող է ավելի լավ տեղեկություն տալ մեզ մեր ներքին էության մասին, հոգեբանները թե հոգին ստեղծողը։ Նա խոստանում է պահպանել միտքը, սիրտը, հույզերը, պահել հավասարակշռության մեջ, որ դու լինես ժամանակակից լեզվով ասած adekvat, հավասարակշիռ մեկը, որ այդ բոլոր տագնապներն ու անհանգստությունները, որ գալիս են քո կյանք, որևէ բանի կերպով, դու կարողանաս Աստծո ուզած կերպով դիմագրավել, ունենալով, փորձառելով աստվածային խաղաղությունը։ Դեղը մեր հոգսերը նրան ներկայացնելն է, նրան պատվելն է, նրան պատմելն է, նրան մեր սիրտը բացելն է, եւ սրանք անելուց հետո վստահ եղեք, որ վայելելու եք խաղաղության մի տեսակ, որը ձեր մտքերից վեր է։ Խաղաղության մի տեսակ, որ մտքից վեր է։ Սա սովորական խաղաղություն չէ, սա ընկալելի չէ, սա ուրիշ է, նայեք համարին Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Դե պատկերացած խաղաղությունը ինչը պետք է լիներ։ Խնդիրս լուծվի, խաղաղ կլինեմ։ Տերն ասում է ոչ, սա խաղաղության մի տեսակ է, որ մինչև խնդրիդ լուծումը քեզ կպահի խաղաղ։ Սա վեր է, քո մտքից, քո պատկերացումից վեր է։ Սա չի ենթադրում խնդրի լուծում, սա ենթադրում է վստահություն Տիրոջը։ Սա Աստծո խաղաղությունն է։ Հասկանում եք, Տերը երաշխավորում է տալ խաղաղության մի տեսակ, որ իրեն է պատկանում, որի մեջ ինքն է ապրում։ Որքան կերազեիք մեկ վայրկյան շուտ մտնել այդ երկնային խաղաղության մեջ, որը մեզ սպասվում է։ Կերազեինք, չէ՞, փափագելի բան է։ Երբևէ մտածում եք, թե երկնքում ինչպիսի խաղաղություն կա։ Չկա մեղ, չկա մահ, չկա չար։ Այդ երազանքներից մի փոքր չափաբաժին Պողոսն ասում է հասանելի է։ Այստեղ հասանելի է մի փոքր չափաբաժին, դուք կարող եք փորձառել Աստծո խաղաղությունը, որը մտքերից վեր է։ Ձեր մտքում պատասխանեք։ Երբևէ փորձառել եք այս խաղաղությունը, որի մասին Պողոսն է խոսում։ Սա այն խաղաղությունը, որ ուներ Հիսուսը երկրի վրա եւ ասաց իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, աշխարհինը չէ։ Եվ Հիսուսը միտքը ավարտում էր սրանով։ Երբ ասում է իմ խաղաղությունն եմ տալիս, այնուհետև ասում է աշխարհում շատ նեղություններ կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Այսինքն նա տեղեկություն է տալիս արդյունքի մասին, ասելով, որ դու դրան նայելով կարող ես հանգիստ լինել այստեղ։ Երբ մեր սրտերը տրվում են Քրիստոսին փրկության համար,
Մենք ստանում ենք խաղաղություն Աստծո հետ, Հռոմեացիս 5:1։ Բայց երբ ապրում ենք նրա ներկայությամբ, ստանում ենք Աստծո խաղաղությունը, որը խոր փորձառություն է երկրի վրա տագնապների մեջ։ Սա չի նշանակում կյանքի փորձությունների բացակայություն, այլ սա ներքին վստահություն է, անկախ հանգամանքներից, մարդկանցից կամ իրավիճակներից։ Դանիելը մեզ համար հիանալի օրինակ էր։ Երբ թագավորը հրամայեց չաղոթել ոչ մեկի, բացի իրենից, հիշում եք ինչ արեց նա։ 6-րդ գլուխ 10-րդ համար տեսեք, երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվել է, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, նա օրը 3 անգամ ծնրադրում էր, բառերը լսեք, ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն։ Ինչպես նախապես անում էր, ինչպես իր սովորությունն էր։ Նկատեցիք այս 3-ը՝ ծնրադրում, աղոթք եւ գոհաբանություն։ Սա 5 կտակարանն է, Դանիելն է, բայց Տիրոջն այսպես է մոտենում, այսպես է իր հոգսը ներկայացնում։ Գժվելու փաստ է սա, տեսեք, հաջորդիվ Դանիելը, սա ուշադիր լսեք։ Հաջորդիվ այդ աղոթքից գոհությունից հետո Դանիելը խաղաղ էր առյուծների գուբում, իսկ թագավորը անհանգիստ էր իր պալատում։ Դանիել, որտեղից քեզ այդ խաղաղությունը։ Այդ ինչ խաղաղություն ես փորձառում։ Որ դու գուբի մեջ առյուծը կողքդ։ Որ դա այն առյուծներն են, որ մի քանի համար հետո մարդկանց մինչև գցեցին, գրված է գետնին չհասան։ Այդքան սոված էին։ Իսկ ինքը հաջորդ առավոտյան ասում է. երկար ապրես, դարե հարկա։ Իմ Տերը ինձ պահ։ Դանիել, մենք ուզում ենք հասկանանք այս ինչ խաղաղություն է։ Սա խաղաղություն չէ, որ մտքից վեր է։ Սա խաղաղություն չէ, որ փորձառել է մարդ երկրի վրա։ Ինչու՞ դրանից առաջ նկարագրությունները չմոռանաք։ Աղոթք, փառաբանություն, գոհություն եւ խնդրանքներ ներկայացնել Տիրոջը, թե Տերը ինչպես է աշխատելու քո սրտի, հույզերի, մտքի հետ այդ աղոթքի մեջ, դա իր պատասխանատվությունն է։ Բայց նա կանի այն, որ քո սիրտը, քո միտքը կպահի հավասարակշռության մեջ։ Քեզ կտա այդ մտքից վեր եղող խաղաղությունը, որը անկախ է հանգամանքներից։ Սա Աստծո խաղաղությունն է։ Սիրելի եկեղեցի, հավատում եք այս խոսքերին, ինչ որ խոսում ենք։ Եթե այո, ապա բոլոր անհանգստությունների մեջ պետք է վազել Հիսուսին։ Սիրտը բացել նրա առաջ, գոհանալ նրանից ու վայելել այս մտքից վեր եղող խաղաղությունը, որը մեզ կպահի գերբնական հավասարակշռության մեջ, որ մենք չենք ցնորվի այս երկրի վրա, որ մենք Հիսուսի ուզած ձևով կապրենք եւ կվարվենք ու կարձագանքենք իրավիճակներին։ Մեր հույզերն ու մտքերը շեղումներից հեռու կլինեն։ Հետաքրքրվեք ցանկացած մեկի կյանքով, ով հոգեբանական խնդիրներ ունի, եւ կտեսնեք բացակայությունը եւ Տիրոջը դիմելու, եւ Տիրոջը իր խնդիրները ներկայացնելու, եւ Տիրոջով զորանալու։ Իսկ աշխարհիկ հոգեբանությունը շարունակում է բուժել, ինչպես ես բուժելու, եթե քո բուժումները հանգամանքի հետ են կապված։ Տերը ուրիշ միջոց է տալիս։ Ասում է հանգամանքները, անկախ հանգամանքներից դու կվայելես այդ խաղաղությունը։ Ես ուզում եմ դուք ընկալեք սա, որ Պողոս այստեղ նկատի չունի, Տերը խնդիրդ կլուծի, նոր դու լավ կլինես։ Սա ընկալեք։ Եվ մի կարևոր կետ էլ կա այս համարի մեջ։ Այս խաղաղությունը հասանելի է մեզ միայն մեկ պատճառով, քանի որ մենք միացած ենք Քրիստոսին։ Նայեք համարին։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է եւ ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա Քրիստոսի միջոցով եկող ներքին խաղաղություն ու անդորություն է, որը խոստացված է այն հավատացյալներին, ովքեր լի են երախտագիտությամբ եւ վստահությամբ Տիրոջ առջև։ Սա Աստծո բնույթից եկող խաղաղություն է, որ գերազանցում է մարդկային բանականությունը, վերլուծությունն ու ըմբռնումը եւ պաշտպանում է հավատացյալներին անհանգստությունից, կասկածից, վախից, հոգեբանական եւ ֆիզիկական բոլոր շեղումներից։ Սա հասանելի է միայն Հիսուսի մեջ եղողներին։ Նա Քրիստոս Հիսուսով է պահպանում։ Քրիստոս Հիսուսից դուրս դու Աստծուն գոհությամբ, փառքով, ինչպես էլ մոտենաս, դու ընդունված չես։
միակ կերպը ընդունվելու դա Քրիստոսն է, Քրիստոսի միջոցով դու պետք է մոտենաս, ուրիշ ճանապարհ չկա։ Դրա համար սիրելիներ, եթե այստեղ համացանցում կլինեն նայողներ, լսողներ, ովքեր որ ուզում են այս խաղաղությունը, բայց առանց Քրիստոսի դա չի լինի։ Եվ պետք է դարձի գան, պետք է Քրիստոսին ընդունեն, որովհետև ոչ ոք չի կարող հոր մոտ գնալ, բացի միայն Հիսուսով, որովհետև նա է միակ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Ահա առաջին պատվերը, որին պետք է հնազանդվել, երբ անհանգստության մեջ ենք լինում, պետք է Աստծուն ներկայացնենք մեր հոգսերը եւ Աստծո խաղաղությունը կպաշտպանի մեր զգացմունքներն ու մտքերը քաոսի վերածվելուց, ցնորվելուց, տառապելուց, սատանայի կառավարման տակ մտնելուց։